Աղջիկներ ջան, ինչպես ձեզ արդեն խոստացել եմ ցուցադրելու եմ իմ սննդամթերքը։ Տեսեք, այստեղ ես վերցրել եմ կաթնաշոր 3% յուղայնությամբ։ Հիմա ես ձեզ ցույց տամ այս Աբարան ընկերության 3%-անոց կաթնաշորն եմ վերցրել։ Սա իմ լինելու է իմ առավոտյան նախաճաշը։ Այստեղ ավելացնելու ենք, տեսեք, մեկ գթալ, մեկ դեսերտի գթալ չամիչ, իմ նախաճաշին կավելանա մեկ ձու և իհարկե ես կավելացնեմ այստեղ կամ կարելի է ավելացնել 1-ից 2 ճաշի գթալ յոգուրտ առանց շաքարի, բայց այս պարագայում ես կավելացնեմ մածուն 2 գթալ, այն կխառնեմ և այն կլինի իմ առավոտյան հագեցած նախաճաշը ձվի հետ միասին։ Բայց ասեմ ձեզ ավելին, այս նախաճաշը ուտելուց հետո 2 ժամ հետո ես նորից կսնվեմ, առավոտյան ես կտեղադրեմ խմբում միջուտեստը 2 ժամ հետո ինչ է լինելու, ասեմ ձեզ, որ այս տարան կշռում է մոտավորապես 150-ից 200 գրամ, ես հիմա կշեռքին էլ ձեզ ցույց կտամ, որ դուք տեսնեք, այսպես լավ խառնում ենք և առավոտյան իմ նախաճաշը արդեն նախօրոք պատրաստ է, կիսվելու եմ իմ օրվա սննդակարգով, ինչ եմ պատրաստում և ինչ եմ ուտում, ինչ պետք է սնվեմ, քանի որ ես, ինչպես նշեցի իմ գրառման մեջ, որոշել եմ, որ ևս 10 կիլոգրամ պետք է քաշս նվազեցնեմ և կիսվեմ իմ փորձով ձեզանից յուրաքանչյուրի հետ, եթե ձեզ հետաքրքիր է իմ տեսակետը, իմ նիհարելու գաղտնիքներին ծանոթանալու համար, ընդամենը կիսվեք իմ տեսանյութերով, ռեպոստ արեք ձեր էջերում, թող ավելի շատ մարդիկ տեսնեն, թե ինչպիսի արդյունքների է հասել Ռոզաննան և դեռևս շարունակելու է իր նիհարեցման փուլը, ասեմ, որ ես սննդաբան չեմ, ես կիսվում եմ իմ սեփական փորձով, այնպես որ սպասում եմ ձեր լայքերին, կոմենտներին և իհարկե կիսվում